Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ իհարկե խոսելու ենք առողջության մասին։ Իսկ այսօրվա թեման իհարկե նվիրված է տղամարդկանց, որոնք իրենց սիրելի կնոջ համար կարող են սարեշուռ տալ, խոհանոցում կարող են սրխկանքներ կատարել, 5 հոգով կարող են 6 երգ երգել, բայց այնուամենայնիվ մոռանալ սեփական առողջության մասին ու հետո բողոքել, որ գիտեք, այնքան էլ լավ չի ստացվում ամեն ինչ։ Եկեք դիտենք տեսանյութը, հետո հրավիրենք մասնագետին հասկանալու համար, թե ինչ է պետք անել, որպեսզի մինչև խոր ծերություն դուք ձեզ լիարժեք տղամարդ զգաք։ Գնացինք։ Առողջապահական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս մի մտահոգիչ երևույթ. տղամարդիկ միջինում ապրում են 5-ից 7 տարի ավելի պակաս, քան կանայք։ Սրա պատճառը ոչ միայն ֆիզիոլոգիական է, այլև բժշկի չդիմելու մշակույթը եւ վնասակար սովորությունների նկատմամբ հակվածությունը։ Որոշ հիվանդություններ տղամարդկանց մոտ զարգանում են ավելի վաղ եւ ունենում են ավելի ծանր հետևանքներ, ինչպես եւ կանանց դեպքում տղամարդկանց համար եւս հիմնական խնդիրը սիրտ-անոթային հիվանդություններն են, սակայն տղամարդիկ սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի թիրախում են հայտնվում շատ ավելի վաղ, սկսած 40 տարեկանից։ Դրա պատճառներն են բարձր զարկերակային ճնշումը, խոլեսթերինի մակարդակը եւ էստրոգենի պաշտպանիչ ազդեցության բացակայությունը։ Ծխախոտի օգտագործումն ու ճարպակալումն էլ կրկնապատկում են հանկարծամահության ռիսկը։ Շագանակագեղձի քաղցկեղը եւ ադենոման տղամարդկանց պատահող մարտահրավերներ են։ Աշխարհում յուրաքանչյուր 8-րդ տղամարդու մոտ ախտորոշվում է շագանակագեղձի քաղցկեղ։ Հայաստանում այս հիվանդությունը հաճախ հայտնաբերվում է վերջին փուլում, քանի որ սկզբնական շրջանում այն չի առաջացնում ցավ կամ անհանգստություն։ Տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղը եւ լյարդի հիվանդությունները զգալիորեն ավելի տարածված են։ Ալկոհոլը եւ ծխախոտը ոչ միայն քայքայում են ներքին օրգանները, այլև հանդիսանում են քաղցկեղածին գործոններ։ Տղամարդիկ հակված են սթրեսը լռությամբ տանելու կամ վնասակար սովորություններով լռեցնելու, ինչը բերում է վաղաժամ հոգեսոմատիկ խանգարումների։ Շատ տղամարդկանց համար սեռական ֆունկցիայի խանգարումը, էրեկտիլ դիսֆունկցիան, դիտվում է որպես ամոթալի խնդիր, սակայն սեռական կյանքի որակի անկումը հաճախ առաջին նշանն է, որ օրգանիզմում կան անոթային խնդիրներ կամ շաքարային դիաբետ։ Տեստոստերոնի ցածր մակարդակը հանգեցնում է ոչ միայն լիբիդոյի անկման, այլև մկանային զանգվածի կորստի, դեպրեսիայի եւ ոսկրերի փխրունության։ Նստակյաց կյանքը եւ կոնքի օրգաններում արյան շրջանառության խաթարումը սեռական առողջության գլխավոր թշնամիներն են։ Ուժեղ լինել նշանակում է լինել պատասխանատու սեփական առողջության համար։ Եվ այսպես հարգելի հեռուստատիտողներ, դիմավորենք մեր առաջին հյուրին, իմ հյուրը այսօր սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն է։ Ողջույն, բարև ձեզ։ Քաղաքի բոլոր գաղտնիքների կրողը։ Ոչ միայն, Հանրապետության, այո։ Շատ գաղտնիքներ ունեք, Սևադա։ Իրականում այո։ Բայց բժշկական գաղտնիքը կոնֆիդենցիալությունը թույլ չի տալիս, որպեսզի ես դրանով կիսվեմ որևէ մեկի հետ։ Հիմա հաղորդումից հետո էլ որ կամ ասեմ մի երկու բան պատմեք, տարբերակ չկա։ Ոչ անձնավորված ենք ներկայացնում խնդիրը, եթե բժիշկներով են քննարկում, ընդհանուր խնդիրն ենք դիտարկում միայն։ Եկեք գնանք դիտարկենք խնդրեմը, որտեղ այդ խնդրեմը շատերի մոտ կա։ Իդեպ եթե փորձենք թվերով խոսել, խնդիր իրականում տղամարդկանց քանի տոկոս ունի։ Կախված է տարիքային տարիքների բաժանենք։ Այո, եթե նկատի ունենանք ավելի երիտասարդ տարիքում, որը նկատի ունենք երիտասարդ, 20-ից մինչև 30 տարեկան հասակը, մենք արդեն երիտասարդ չենք, արդեն երիտասարդ չենք, այդ ժամանակ այդ տարիքային խմբում դրսևորվում են հիմնականում ֆունկցիոնալ խանգարումներ, ոչ օրգանական խանգարումներ, եւ դրա տոկոսը շատ մեծ չի կազմում, մոտավորապես 18-ից 20% հավանականությամբ ընդհանրապես, այո, իսկ այ 59 եւ բարձր տարիքային խմբում ամեն երկրորդ տղամարդը կարող է իր կյանքում ունենալ կամ արձանագրել սեքսուալ խանգարումներ։ Լավ չի։ Պատրաստվենք հոգեբանորեն, թե այնպես անենք, որ չլինի։ Կարելի է կանխել միանշանակ եւ հետաձգել կամ բոլորովին խուսափել սեռական խանգարումներից տարիքից զուգընթաց։ Լավ, կա այդպիսի ինչ որ մի շեմ, որ չգիտեմ, այդ դե մինչև 70 տարեկան սեռական կյանքով ապրել ես, լավ ես արել, դե 70 տարեկանից հետո կներես, էլ ինչ ես ուզում։ Այ առաջ
գոյություն ունեցող գիտության մեջ գոյություն ունեցող ինվոլյուցիվ սեռական խանգարումները որպես նորմա դիտարկելը ներկայումս փոխվել է այդ մոտեցումը։ Իսկ դիտարկվում էր որպես նորմա։ Առաջ դիտարկվում էր, այո, որ ինվոլյուցիայի հետ տարիքային մեծանալու հետ կապված պետք է սեռական ֆունկցիան վատանա։ Սակայն ներկայումս սեքսոլոգիան ունի բոլոր այն հնարավորությունները վերականգնելու եւ մարդուն վերադարձնելու առողջ սեռական կյանք։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, ինչպես հասկացանք, անկախ տարիքից տղամարդիկ չեն պատրաստվում հանձնվել։ Եվ որպեսզի մենք կանխարգել ենք խնդիրները, ինքը նույնպես ուզում է լիարժեք կյանքով։ Բոլորն են ուզում, չէ՞։ Հանգիստ մնա, հեսա կբացատրեմ ինչ պիտի անես։ Մենք փորձենք հասկանալ պատճառները։ Պատճառները այստեղ մենք թաքնված ունենք եւ հերթով քննարկելով գնանք։ Առաջինը սթրեսն է։ Այո։ Համաձայն եք։ Այո, իհարկե, սթրեսը, այն էլ քրոնիկական եւ երկարատև սթրեսը բարձրացնում է սթրեսի հորմոնի, այն է կորտիզոլի քանակությունը օրգանիզմում եւ կարող է հետադարձ բացասական կապի սկզբունքով պատճառ հանդիսանալ տեստոստերոնի եւ սեռական հորմոնների նվազման։ Ես չեմ սիրում սթրես ասածը, որովհետեւ երբ մարդիկ ոչ մի բան բժիշկները ինչ պատճառ չեն գտնում, ամենահեշտ տարբերակն է այդ ամեն ինչը այսպես ասած գցել սթրեսի վրա, որովհետեւ ոչ մի ձևով չես կարող չափել, չես կարող ապացուցել կամ հերքել, դե սթրես է, էլի։ Հիմա մեկի մոտ կա, մեկի մոտ չէ, առավել եւս եւ շատ կարեւոր է որպեսզի սթրեսը չվերածվի դիստրեսի եւ կարողանա օրգանիզմը հաղթահարել եւ այդ սթրեսը կարող է լինել մեր կյանքի աղը, այսինքն կարող է հակառակը խթանող, մոտիվացնող ազդեցություն ունենալ, իսկ մի այլ մարդու մոտ կարող է ընկճող եւ դեպրեսիային հանգեցնող ազդեցություն ունենալ։ Բատեր, այ որ ասում եք, ես հետևի, հիմա այսօրին չէր լինի։ Գնացինք առաջ։ Ստրես։ Հաջորդ պատճառը դա սննդակարգն է։ Ինչ ես այսօր կերել։ Սննդակարգ։ Դեռևս Բժիշկ Հակոբյան հին ժամանակներից հայտնի է, որ մարդիկ տիրապետել են սննդակարգի այն նրբություններին, այն առանձնահատկությունների, որով կարող են խթանել նույնիսկ եւ պահպանել սեռական առողջությունը։ Դրանք այդ մի սննդատեսակների խումբ են, որոնք կոչվում են աֆրոդիզիակներ, այսինքն սննդատեսակները, որոնք որ կարող են իրականում խթանող ամենահայտնի մեղրը պոպոկով։ Այո, այդ թվում նաև իրականում կա։ Իրականում այո, մեղրը եւ ընկույզը եւ նաև դդմի կորիզը ունեն խթանող ազդեցություն սեռական ֆունկցիայի վրա, ինչպես նաև սեռական առողջությունը պահպանող։ Ինչը որովհետեւ իրենց մեջ պարունակում են կարևորագույն միկրոէլեմենտներ, կարևորագույն տարրեր, վիտամիններ, որոնք որ կարող են եւ պաշտպանում են սեռական առողջությունը։ Այդ դեպքում եկեք փորձենք հասկանալ, թե սեղանի վրա եղած սննդատեսակներից որն է օգտակար, որը վնասակար։ Այ դու որն ես օրինակ շատ սիրում, ինք ասես, չի ասում, ասում եմ բոլորն էլ օգտագործում եմ։ Իրականում, եթե մենք կաթ, այստեղ կապ ունի կաթը սեռական ֆունկցիայի հետ։ Ես ավելի շատ կնշեի կաթնամթերք, որովհետև կաթը ինքնին որոշ մարդկանց մոտ դժվար է յուրացվում։ Այո, իսկ կաթնամթերքները որպես կենդանական սպիտակուցների աղբյուր, դրանք կարևորագույն նշանակություն ունեն, ինչպես նաև կալցիումի եւ այլ միկրոէլեմենտների աղբյուր, կաթնամթերքները։ Ամեն դեպքում դրականի մեջ։ Դրականի մեջ, այո։ Մեղրը իրոք պետք է նշել, որ մեղրը ունի կարևորագույն դրական ազդեցություն օրգանիզմի համար, եթե այն այսպես ասած արդար մեղր է եւ շատ կարեւոր է որպեսզի այն չպարունակի իր մեջ այսպես շատ արեստացին հավելանյութեր եւ շատ կարեւոր է նշել եթե անձը ունի շաքարային դիաբետ չի կարելի դա չարաշահել որտեղ ինքը նույնպես կարող է բարձրացնել շաքարը եւ հանդիսանալ որոշակի խնդիրների աղբյուր։ Իդեպ հա շաքարային դիաբետ ունեցողների մոտ շատ հաճախ սեռական ֆունկցիայի հետ կապված խանգարումներ լինում, այո, եւ թեւավոր խոսքով ասած շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար երկրորդ բժիշկը էնդոկրինոլոգից հետո պետք է լինի սեքսուալապաթոլոգը։ Ինչ լինի, այս սեքսապաթոլոգները անպայման իրանց պիտի մեջ գցեն։ Ձուն, այո, որպես կենդանական սպիտակուցների եւ շատ այլ միկրոէլեմենտների աղբյուր, ինչպես նաեւ վիտամին D-ի աղբյուր, ինքը շատ կարեւորագույն դերակատարություն ունի օրգանիզմի համար, ինչպես նաեւ այն օրգանիզմների, որոնք պատրաստում են նաև ռեպրոդուկտիվ ֆունկցիա իրականացնել։ Արեն 3-ը միացնենք ընկուզեղերի մեջ։ 3 եթե միացնենք իրար հետ, այո, մենք ունենք սրանց մեջ բավականին մեծ քանակությամբ ցինկ միկրոէլեմենտ, որը վերարտադրողական կարևորագույն դերակատարություն ունի, սերմնաբջիջների շարժունակությանն է նպաստում, երկրորդը նաև սեռական ֆունկցիայի հետ կապված տեստոստերոնի ակտիվացմանն է նպաստում ցինկ միկրոէլեմենտը, որը որ նրա այնտեղ առկա է, ինչպես նաև այլ միկրոէլեմենտներ, որոնք որ շատ կարևոր են մեր հորմոնների սինթեզի համար։ Այնտեղ երջում ես տեսնում եմ արագ սննդի ներկայացուցիչներին, այսպես ասած, ներփերշիկը հացի մեջ
Արդյոք սա կարող է օգտակար լինել։ Իհարկե ոչ, որովհետև նախ Բա որ ասում էի մի կեր, նրբերշիկը հանդիսանում է վերամշակված պրոդուկտ եւ բանից ամբողջ օրը դա է ուտում։ դա ծաղուկ սրտի ունենում է բացական Դրա համար էս ազդեցություն օրինը։ եւ մեր առողջության վրա եւ ընդհանուր նաեւ այդ թվում նաեւ սեռական առողջության առումով հատկապես պետք է ճիշտ սննդակարգ ունենալ այն մարդկանց համար, որոնք որ պլանավորում են նաև երեխա ունենալ, որովհետև դա շատ ավելի կարևոր է, նույնիսկ 3 ամիս առաջ պետք է խուսափել բոլոր վնասակար սովորույթներից եւ մշակել ճիշտ սննդակարգ, որպեսզի առողջ բալիկ ունենալու համար ստեղծել բոլոր պայմանները։ Եթե դուք ուզում եք երեխա ունենաք, գալիս եք Սևադա Հակոբյանի մոտ, ինքը ձեզ համար սննդակարգ է որոշում, բայց ամենակարևորի մասին չմոռանաք, սննդակարգով ուրիշ բաներ էլ պետք արեք։ Ավելորդ քաշ, սննդակարգի շարունակությունն է, ավելորդ քաշը դա սարսափելի մի բան է, ավելորդ քաշ ունեցող մարդը երբեք չի կարող լինել առողջ, ոչ հոգեպես, ոչ ֆիզիկապես։ Եվ պետք է նշել նաև, որ ավելորդ քաշի բացական ազդեցությունն նաև նրանումն է, որ ճարպային հյուսվածքում կուտակվում է տեստոստերոնը, արական սեռական հորմոնը, եւ այնտեղ արոմատազայի ազդեցությամբ կարող է վերածվել էստրոգենների եւ տղամարդու մոտ առաջ բերել ինչպես անդրոգենների նվազում, այնպես էլ նաեւ կանացի հորմոնների շատացում։ Կանացի հորմոնները շատանում են եւ նաեւ սեռական ֆունկցիայի վատթարացմանն է հանգեցնում։ Սննդակարգին հետո քնեք նորմալ վերջապես։ Նույնիսկ քնելը պարզ հասարակ բան է, մարդը ինչքան պետք է քնի։ Մարդը չափահաս մարդը 7-ից 8 ժամ պետք է քնի, ընդ որում պետք է դիտարկել նաև առողջ քունը, այսինքն բալանսավորված եւ շատ կարեւոր է նաև գիշերը 11-ից սկսած քունը, որը որ ինչի համար է կարևոր, որտեղ քնի փուլում 3-4 էտապ է, որի ժամանակ տարբեր հորմոնալ սինթեզներ է տեղի ունենում, մեկը մյուսին հերթակ փոխող եւ շատ կարեւոր է որպեսզի անհատը տղամարդը առավոտյան արթնանա հանգստացած բավարարված քնից 6-ից 7-ի հատվածում, որտեղ նաև տեստոստերոնի քանակությունն է մաքսիմալը, ինչպես նաև օրգանիզմը արդեն հանգստացած է։ Հասկացար։ Բա որ ասում եմ, քնի նորմալ, 3-4 ժամ քնում է, հետո գալիս է բողոքում է։ Պասիվ կենսակերպ։ Նստենք թախտին, սպասենք բախտին իրավիճակը։ Ու բողոքենք, որ կյանքը այնքան էլ լավ չի, առողջությունը առավել եւս։ Եթե մենք չենք շարժվում, թեվավոր խոսք կա, ես կուզենամ այստեղ նշել, եթե դու ունես ավելորդ քաշ, պասիվ կենսակերպ եւ ծխում ես, ապա այլևս ոչ մի այլ օգտակար բան քեզ չի կարող վերականգնել քո սեռական առողջությունը։ Հետաքրքիր չես կարող լինել։ Եվ սա շատ բնորոշ ձևակերպում է եւ պասիվ կենսակերպը շատ ավելի կարեւոր է նաեւ 40-անց տարիքում, որովհետեւ մենք այդ ժամանակ ունենում ենք անդրոգենների տարիքային նվազում եւ այդ ժամանակ մկանային մասսայի նվազում, ինչը պետք է կոմպենսացնենք ֆիզիկական ակտիվությամբ։ Սկսում ենք զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, երբեք ուշ չի։ Եվ վերջին պատճառը, ի՞նչն էր վերջին պատճառը։ Այո, անկանոն սեռական կյանք։ Անկանոն սեռական կյանք ասելով չմտածենք, չէ՞, որ տարբեր մարդկանց հետ, այլ ոչ ռեգուլյար։ Ընդհանուր առմամբ, ընդհանուր դիտարկմամբ կանոնավոր սեռական կյանքը դա ռեգուլյար սեռական կյանքն է, համապատասխան տվյալ անհատի սեռական կոնստիտուցիային։ Այսինքն իր մարմնակառուցվածքին համապատասխան, որտեղ յուրաքանչյուր անհատ ունի սեռական մարմնակառուցվածքի 3 տեսակ՝ թույլ, միջին, ուժեղ, եւ դրան համապատասխան սեռական կյանքը համարվում է կանոնավոր։ Իհարկե առողջ սեռական կյանքի կոնցեպտի մեջ մտնում է նաև ոչ միայն կանոնավոր սեռական կյանքը, այսինքն ռեգուլարությունը պահպանելը, այլ նաև մշտական զուգընկերային փոխհարաբերությունները, այսինքն ամուսնական կամ զուգընկերային մշտական հարաբերություններ։ Այսինքն եթե մենք վերցնենք օրինակ 40-ից 50 տարեկան տղամարդկանց, որոնց մոտ արդեն սկսվում է կամաց հորմոնալ փոփոխությունները, տարիքային գնալ, օրինակ ինչն է համարվում նորմալ։ Միջին սեռական կոնստիտուցիայի, միջին սեռական մարմնակառուցվածք ունեցող տղամարդու պարագայում շաբաթական 2-ից 3 հարաբերությունները ձեր նշած տարիքային խմբում համարվում է նորմալ կանոնավոր սեռական կյանք։ Եվ դա իր հերթին բերում է առողջությանը սեռական։ Ապահովում է սեռական առողջությունը եւ ապահովում է ավելի ուշ տարիքում, ավելի մեծ տարիքում սեռական ֆունկցիայի առողջ մարզավիճակը, որը շատ կարեւոր է, որտեղ էլ է մարզավիճակ պետք պահպանել։ Այո, ֆունկցիոնալ մարզավիճակ է դա, որը իր մեջ ենթադրում է կանոնավոր սեռական կյանք։ Ինչի, որովհետեւ եթե երկարատև abstinent շրջան է տեղի ունենում, այսինքն սեռական ձեռնպահություն է լինում, ապա շատ ավելի համարվում երկարատև։ Երկարատև, եթե 3 շաբաթ եւ ավելի մարդը չի ունենում ապրում սեռական կյանքով, որևէ սեռական ակտիվություն չի ունենում։ Սա իր հերթին բերում է ապամարզվածության ֆենոմենի առաջացման եւ արդեն սեռական կյանքի վերագործարկումը բավականին դժվարացած process է լինում։
հարգելի տղամարդիկ, երբեք ուշ չէ զբաղվել սեփական առողջությամբ։ Երբեք մի հանձնվեք, երբեք մի մտածեք, որ դուք արդեն ծերացել եք, ձեր գնացքը արդեն գնացել է եւ դուք էլ ոչ մեկին պետք չեք։ Դուք միշտ կարող եք ամեն ինչ վերականգնել, ընդհանրապես պետք է ունենալ ցանկություն, վճռականություն ու մի քիչ կամքի ուժ Եվ խուսափել այն բացական երևույթներից, ինչը որ թվարկեցինք։ Դե հոտ-դոգը պետք է իրատուտենք։ Շնորհակալություն, հիշեցնեմ Սևադա Հակոբյանն էր սեքսապաթոլոգ մեր այսօրվա հյուրը։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, ծնողների դպրոցների եթերում մենք շարունակում ենք հաղորդումը եւ այսօր խոսելու ենք մի հիվանդության մասին, որը կարծում եմ շատ հեշտ կարող է կռահել։ Այո, մենք խոսելու ենք խոզուկից։ Ինչ է իրենց ներկայացնում խոզուկը, այսպես կոչված, ինչ հիվանդություն է, ինչպես է փոխանցվում, ինչպիսի ինկուբացիոն շրջան ունի, երբ կարելի է երեխային ուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, եւ արդյոք կարող են մեծահասակները հիվանդանալ խոզուկով, կպարզենք մեր այսօրվա մանկաբույժ Գանե Հովհաննիսյանի հետ դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Բարև։ Եվ այսպես կոչված խոզուկը, իր դեպ խոզուկը ունի ավելի գրական անուն։ Էպիպարոցիտ է կոչվում, նայ։ Այո, բայց մենք սիրում ենք հեշտ հանգիստ։ Խոզուկ։ Ինչ է իրենց ներկայացնում եւ արդյոք հաճախ է հանդիպում։ Խոզուկը ինքը կառավարելի վարակիչ մանկական ինֆեկցիաներից է հանդիսանում։ Այստեղ շատ կարևոր բառ ասեցի, կառավարելի, եւ իր հարուցիչը հանդիսանում է վիրուս, պարամիքսովիրիդա ընտանիքից եւ վերջին շրջանում բավականին հազվադեպ հանդիպող ինֆեկցիաների շարքին է իր շնորհիվ պատվաստումների։ Այո, անպայման պետք է հասկանալ, որ սա բավականին վտանգավոր հիվանդություն է, շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել եւ բոլոր նրանք, ովքեր պատվաստումներից փախնում են, իմանան, որ իրենց երեխային կարող է շատ լուրջ վատություն անել եւ այո, մեծ տարիքում կարող է հիվանդանալ, մանկական տարիքում կարող է հիվանդանալ։ Եկեք փորձենք հասկանալ, ասենց նկարագրենք, այսպես։ Ինչպես նշեցի, վարակիչ հիվանդություն է, վիրուսով պայմանավորված, վիրուսը պարամիքսովիրիդա ընտանիքից եւ վիրուսը սիրում է ախտահարել ներզատիչ գեղձերը, այդ թվում նաեւ թքագեղձերը։ Սիրելի օրգաններից հանդիսանում են հարականջային թքագեղձերը, պարոցիտ, այսինքն պար, հար եւ օծիս ականջ։ Հարականջային թքագեղձերը չի բացառում, օրինակ վիրուսը կարող է ախտահարել նաև ստորցնոտային, ենթալեզվային թքագեղձերը, հաճախ ախտահարում է ենթաստամոքսային գեղձը, կարող է ախտահարել նաև նյարդային համակարգը եւ սերմնագեղձերը։ Այո, սկսում է ամեն ինչը սկսում է ինքը պայտուցից, ինչպես ցավից, մյուս ինֆեկցիոն հիվանդությունները ինքը ունի նախանշանների շրջան, կարող է սկսվել ջերմության բարձրացումով, ցավով պարանոցի շրջանում, հետո դիտվի մի կողմից հարականջային թքագեղձի բորբոքում, այսինքն մայրը կտեսնի պարանոցի շրջանում այտուցվածություն, այո, եւ process-ի մեջ կարող է հեշտությամբ ընդգրկվել նաեւ մյուս կողմից հարականջային թքագեղձը եւ երկու կողմից ունենալով նմանատիպ պարանոցի շրջանում գեղձերի այտուց ունենում ենք բնորոշ խոզուկի մռութի տեսքը, որտեղից էլ ծագում է անունը։ Բայց ամենակարևորը, որ սա միշտ չէ, որ այպես հեշտ անցնում է, այսինքն այո, կարող է տարբերակ լինել, որ 3-4 օր հետո այդ ցավերը անցնեն, այտուցը կամաց անցնի։ Մյուս ինֆեկցիոն հիվանդությունները ունի իր ընթացքը, ցավազրկող հակաբորբոքային այսպես դեղամիջոցներ տակ եւ ինքն իրան գնա, բայց կարող է եւ խորանա։ Ունենք բարդություններ, բավականին տհաճ, օրինակ, ինչպես նշեցի, սերմնագեղձերի բորբոքումն է, որը կարող է ավարտվել նաև անպտղությամբ, ինչպես նշեցի, տղամարդկանց մոտ, տղա երեխաների մոտ, նշեմ նաև, որ աղջիկ երեխաների մոտ եւս կարող է լինել ձվաբջիջների բորբոքում, ձվաների հետ խնդիրներ առաջացնել, կարող են թող գլխուղեղը ախտահարել։ Նյարդային համակարգի ախտահարումով եւ ունենանք մենինգիտ, էնցեֆալիտի երևույթներ, օրինակ, տարած խոզուկի ֆոնին։ Պատվաստումներով մենք կարող ենք կանխարգելել նման հիվանդությունը եւ եթե նույնիսկ պատվաստված երեխան ինչ-որ этаպում կյանքի հանդիպի հարուցչին եւ վարակվի, ամեն դեպքում ընթացքը կլինի շատ թեթև, առանց վերոնշյալ բարդությունների։ Եթե լավ շատ սխալ ենք արել, չենք պատվաստել երեխային եւ մեր երեխան հիվանդացել է, ինչքան ժամանակ հետո երեխան, չգիտեմ, հաճախում է մանկապարտեզ կամ դպրոց, մի սխալ արել ենք, երկրորդը չանենք, ուրիշի երեխաներին վտանգի առաջ չկանգնեցնենք։ Ինչքան պետք է պայել։ Վիճակը թույլ չի տալու մայրը միանգամից ասի գնա դպրոց։ Պարանոցի այտուցով ուղարկի դպրոց կամ մանկապարտեզ, եւ երեխան վարակիչը նախ նշեմ, որ նախանշանների հայտ գալուց դեռևս 2 օր առաջ ամբողջ այդ ծաղկման շրջանում պրոդրոմալ եւ ծաղկման շրջանում երեխան վարակիչ է եւ համաձայն գրականության 10-12-րդ օրը երեխան կարող է արդեն վարակիչ չդառնալ, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե
այտուսված գեղձի հետընթացք երբ է լինելու, որովհետև ամեն դեպքում այտուսված սպառնոցով երեխային դպրոց ուղարկելը կամ այլ ուսումնական հաստատություն ուղարկելը եւս ճիշտ չի, կարող է ընթացիկ այլ վիրուս վերցնել եւ բարդացնի կրած արդեն տարած ինֆեկցիան եւ ունենանք այլ բարդություններ։ Կարճ ասած, հարգելի հեռուստատողներ, ֆիքսում ենք ամենակարևորը, որ սա կառավարելի է, եթե ձեր երեխան ստացել է, ինչպես է կոչվում, պատվաստումը։ Համակցված պատվաստանյութի կազմում է, կոչվում է կարմիր խոզուկ։ ԿԿԽ ասած։ Որը ստանում են 1 տարեկան հասակում եւ երկրորդ դոզան ստանում են 4-ից 6 տարեկան հասակում։ Եթե ձեր երեխան պատվաստված է, ապա ընդհանրապես հետաքրքիր չի, ձեր երեխան չի կարող հիվանդանալ։ Եթե ոչ, ապա հիշում ենք, որ երբեք ուշ չէ նախ նշենք, որ պետք է երեխային պատվաստել, միշտ կարելի է պատվաստել։ Եթե տարիք անցել է, եթե բաց եք թողել, որևէ խնդիր չկա, կարելի է դա անել եւ նաեւ խուսափել բավականին տհաճ հիվանդությունից իր տհաճ բարդություններով։ Որովհետեւ այո, պատկերացրեք, երեխան հիմա կհիվանդանա, գեղձերը կուռեն, կիջնեն, կհանգստանաք, ձեզ կթվա, որ ամեն ինչ լավ է, բայց այդ երեխան կմեծանա, կդառնա հասուն տղամարդ, ու կպարզվի, որ օրինակի համար տառապում է անպտղությամբ։ Պատճառով չի կարող օրինակ ծնունդ թողնել։ Չի կարող երեխա ունենալ։ Բա լավ կլինի, չէ իհարկե։ Այդ դրա համար ասում ենք, մանկաբույժի հետ աշխատեք եւ ամենակարևորը արեք այդ պատվաստումները եւ ով ձեզ հակառակ բան կասի, մի հավատացեք մեր բժիշկներին եւ մեր օրացուցային պլանին, պատվաստումների։ Դա ձեր երեխայի առողջության գրավականն է։ Մնացեք մեզ հետ։ 2025 թվականին մարդկության պատմության մեջ առաջին անգամ գեր երեխաների թիվն ավելի շատ է, քան թեր սնվածներինը։ 188 միլիոն դպրոցական այսօր գերքաշի խնդիր ունի։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ ահազանգ, որին արձագանքել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ ԱՀԿ-ն հայտարարել է, դպրոցը միայն գիտելիք ստանալու համար չէ, այնտեղ ձևավորվում է երեխայի ապագա առողջությունը։ Ճիշտ սննդակարգը դպրոցում կանխում է հիվանդությունները մեծ տարիքում։ ԱՀԿ-ն առաջին անգամ հանձնարարականներ է հղել տարբեր երկրներին, կիրառել դպրոցական սննդի համալիր մոտեցում եւ ուսումնառության ընթացքում ապահովել աշակերտներին օգտակար սննդարար կերակրատեսակներով եւ ըմպելիքներով։ ԱՀԿ-ն առաջարկում է սահմանել չափորոշիչներ կամ կանոններ, որոնք կբարձրացնեն առողջ սննդի հասանելիությունն ու սպառումը եւ կսահմանափակեն վնասակար մթերքը։ Խորհուրդ է տրվում օգտագործել անուղղակի խթաններ, առողջ սնունդը դնել աչքի ընկնող տեղում, դարձնել ավելի մատչելի, անառողջ սննդի գովազդն արգելել։ Արդեն 104 երկիր սկսել է ներդնել այս չափորոշիչները, սակայն միայն 48 երկրում է օրենքով արգելվել վնասակար մթերքի գովազդը դպրոցներում։ Այսինքն միայն թղթի վրա գրված կանոնները բավական չեն, վերահսկողություն է պետք։ Առողջ սերունդը սկսվում է դպրոցական ափսեից։ Մենք պետք է գործենք այսօր, որպեսզի վաղը ունենանք առողջ հասարակություն։ Ծնվենք հաճույքով եւ մնանք առողջ։ Սա մեր հաղորդման հերթական խորագիրն է եւ միշտ չէ իհարկե, որ համեղ սնունդը կարող է լինել նաեւ առողջարար, բայց մենք փորձում ենք գտնել ոսկե միջինը եւ այդ հարցում ինձ այսօր օգնելու են միանգամից երկու մասնագետներ։ Էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանը, ողջույն բժշկուհի, եւ մեր խոհարարը Նարինե Ալեքսանյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Միանգամից հենց հարցս կարող է արդյոք ձեր կարծիքով ամենահամեղ սնունդը լինել առողջարար։ Այո։ Ամենաշատ ինչ եք սիրում ուտել։ Բանջարեղենային աղցան, ինչ որ մսի փոքր կտորներով։ Անկեղծ էր պատասխանը։ Շատ անկեղծ։ Գուցե ինչ որ sense վնասակար մի բան սիրում եք ուտել։ Ուղղակի հիմա չեք ուզում ասել։ Չէ։ Չէ։ Նայնե դուք։ Վնասակար բաներ ենք սիրում։ Ահա, անկեղծացա։ Ամենավնասակար բանը, որ երբևէ թաքուն ուտում եք, որ ոչ մեկ չտեսնի, որովհետև գիտեք, որ իրականում վնասակար է։ Դե մեզ շատ ծանոթ բուրգերները, fast food-ը ֆրին, բայց փորձում եմ մաքսիմալ խուսափել դրանից։ Այսուհետ դուք մեր խոհարարն եք եւ սրանից հետո նման ուտելիք խնդրում եք չօգտագործեք։ Այսուհետ նման բաներ չուտեք կամ կուտեք թաքուն, որ ոչ մեկ չի մնա։ Պայմանավորվեցինք։ Դե եթե պայմանավորվեցինք, ուրեմն պայմանավորենք նաեւ այսօրվա հաղորդման թեման, հաղորդման թեման դա երկաթդեֆիցիտային անեմիաներն են։ Ինչպիսի աղցան ենք պատրաստում։ Երկաթով հարուստ աղցան։ Մենք այսօր պատրաստում ենք երկաթով հարուստ աղցան, դուք հետևեք Նարինեի աշխատանքին, իսկ ես բժշկուհի հետ զրուցեմ, թե ինչ անել, եթե ունենք երկաթի պակաս։ Երկաթի անբավարարությունը ըստ ԱՀԿ-ի տվյալների աշխարհում ամենահաճախ հանդիպող դեֆիցիտներից մեկն է։
Երկաթի անբավարարությունը կարող է պայմանավորված լինել ինչպես սննդում դրա անբավարարության հետ, այսինքն պակաս ընդունման հետ, ներծծման խանգարումների հետ, այսինքն ստամոքսաղեքային տրակտի խանգարումներ, դաշտանային ցիկլի առատություն կանանց մոտ, հետծնդաբերական վիճակ եւ աղեստամոքսային տրակտում ինչ-որ բորբոքային process-ներ։ Ինչ կտեսնենք։ Կտեսնենք հոգնած, թույլ մարդկանց, Միջից սփռտնած։ այո, գունատ, սրտխփոց կարող են ունենալ, շնչհարգելություն, Հաճախասրտություն։ այո, մազերի փխրունություն, եղունգների փխրունություն եւ շատ թույլ են։ Միշտ ներկայացնում են պացիենտներ, որ Ճանաչեցիք ձեզ, ձեր մասին էր խոսքը, ապա ամենայն հավանականությամբ դուք ունեք սակավարյունություն, շատ տարածված երևույթ է եւ շատերը ասում են, հա, մի անգամ անալիզ հանձնել էի, արյան տոկոսը ցածր էր։ Ամենատարածված այսպես ձևակերպումը այսպեսին է եւ բնականաբար անպայման հարևանները խորհուրդ են տալիս, ասում են հիմա ասենք թե ինչ պիտի ուտես, որպեսզի այդ քո արյան տոկոսը բարձրանա։ Հարևանները գուցե առաջին հերթին ասեն շատ խնձոր կեր կամ նռանհյութ խմիր, հիմնականում մարդկանց մոտ կարմիր գինի, լյարդ, այո, բայց միշտ չէ որ այդպես է, որովհետև կան հատուկ սննդատեսակներ, որոնց մեջ երկաթը բավականին շատ է, հեման երկաթի մասին եթե խոսենք, որ ավելի լավ է ներծծվում, ապա դա շատ է կարմիր մսի մեջ, հիմնականում տավարի միս, ենթամթերքներ, այսինքն կենդաներ սիրտ, թոք, լյարդ եւ այլն, ինչպես նաեւ հնդկահավի մսի մեջ, իսկ եթե խոսենք ոչ հեման երկաթի մասին, որը բուսական սննդատեսակներում է ավելի շատ, ապա շատ է ոսպի մեջ, հնդկաձավարի մեջ, կանաչ հեղենի մեջ, ցանկացած տեսակի կանաչ բանջարեղենների մեջ, ինչու՞ չէ նաև նռան մեջ, խնձորի մեջ։ Նայնը, Այո։ լսում եք, չէ՞։ Էշկոն, այսքան սննդատեսակներ նկարագրեց։ Ձեր կարծիքով մեր սեղանի վրա իդեպ դրանցից շատ-շատերը կային։ Ամենահարուստը Սիսերը հավանաբար։ Սիսերը հավանաբար։ Իսկ հավասար են օրինակ ձեր կարծիքով կենթանական եւ բուսական սննդամթերքները յուրացման տեսակետից։ Ոչ, որովհետև կենթանական տեսակներում ավելի հեշտ է յուրացվում։ Հրաշալի է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ կարող է սրա մեջ ավելի շատ լինի երկաթը, քան մսի մեջ, բայց ոնց կերանք, այդպես էլ երկաթը մտավ, դուրս եկավ, որովհետև շատ քիչ տոկոսն է ներծծվելու։ Եվ ի տարբերություն դրան, մսամթերքի միջի երկաթը օրգանիզմը շատ ավելի լավ է յուրացնում։ Եթե կա արդեն հիվանդագին վիճակ, եթե մենք ունենք անեմիա, եթե ունենք մենք սակավարյունություն, կարող ենք արդյոք մենք սննդի միջոցով վերականգնել երկաթի անհրաժեշտ քանակը։ Ցավոք սրտի, եթե արդեն ունենք հաստատված երկաթդեֆիցիտային սակավարյունություն, մենք չենք կարող, պետք է դեղորայքային բուժում ստանան բուժառուները։ Հիշեք սրա մասին։ Մենք հիմա կարող ենք ցույց տանք ձեզ տարբեր համեղ սննդատեսակներ, սրա մեջ այսքան էր, նրա մեջ այնքան էր, սա հարուստ էր, մեկը լավ էր յուրացվում, մեկը վատ, մի քիչ ավելի քիչ էր յուրացվում։ Բայց դա բոլոր այն մարդկանց համար է, ովքեր խնդիր չունեն, ուղղակի ուզում են, որ նորմալ երկաթի մակարդակը պահպանվի, իրենք կամ ընդունում են դեղորայք, բայց կողքից իլերացում բնականաբար սնվում են երբեք ու երբեք միայն սնունդով, ինչքան ուզում եք, չգիտեմ, դնեք երկաթ կրծելով ուտեք, հա, մաքուր։ Միևնույն է, դուք չեք վերականգնելու։ Ձեզ անհրաժեշտ է դեղամիջոցներ։ Այո։ Երկաթ պարունակող դեղամիջոցները շատ տարբեր են։ Մեր տեղատններում կան բազմաթիվ տարատեսակներ եւ մենք պետք է հասկանանք, որ երկաթի տոկոսը բարձրացնելու միակ տարբերակը դա դեղորայքային է, հետո արդեն սնունդը կողքից։ Այն է, ուր հասանք։ Մենք հասել ենք մեր ակցիանի սոուսի պատրաստմանը։ Այստեղ ունենք ֆուլ կանաչիների միքս, մաղադանոս։ Մեծ մի հատ կպատմեք, որից ինչքան ոնց միսը տեսա, ես կարմիր պղպեղը տեսա, հետո ունենք այստեղ կարմիր պղպեղ, կանաչ պղպեղ, միքս կանաչի, որտեղ կա մարոլ, ռուկոլա, սպանախ, ունենք նաև վարունգ եւ տավարի միսը։ Սառնամ ինչ կար, բոլորը բերեցինք, լցրեցինք։ Ինչքան օգտակար բան կա, բերեցինք, լցրեցինք։ Ահա, հետո այստեղ ունենք մաղադանոս, ունենք սամիտ, իսկ ինչու իրար հետ չեն լցրած, կներեք, որովհետև ինքը պետքա բլենդ անենք իրան, պատրաստենք սոուս եւ վերջում ավելացնենք ակցիանին։ Սրանից ենք սոուս պատրաստելու։ Եվ ինչ կար այստեղ սոուսի համար այս սոուսի համար
ավելացրել ենք նաև սխտոր, բացի կանաչիներից, որը արդեն նշեցի, ավելացրել ենք բուլղարական պղպեղ, մի փոքր կծու պղպեղ, շատ քիչ, եւ ձիթապտղի ձետ, ինչպես նաև աղ ու սև պղպեղ, Կծու սոուս ենք ստանում։ մի փոքր կծու, բայց ոչ այնքան։ Ասեմ, որ ֆանտաստիկ համեղ հոտերով սոուս ունենք։ Օրինակ կարելի է սոուսը վերցնել հացով ուտել։ Ինչու ոչ։ Ինչու ոչ, տվողնով է, հա։ Վերադարձնում եմ ձեզ, սոուսը ավելացնում ենք Աղցանի վրա եւ վերջ։ Եվ աղցան եւ արդեն պատրաստ։ կմատուցենք իրեն։ Եվ կմատուցենք, իսկ դուք ինչ կասեք։ Կարծում եմ, որ հրաշալի համադրություն է, բաղադրիչները մեկը մյուսին լրացնում են, որովհետև երկաթի ներծծման համար լավ վիտամին C է անհրաժեշտ, որը կա բուլղարական պղպեղում այս դեպքում, ֆոլաթթվով հարուստ մթերքներ, կանաչեղենն է, այնպես որ համերի հրավառություն է, կարծում եմ, եւ վիտամինների։ Հիմա նայեք, մի հատ էլ վերադառնանք։ Մենք ունենք բուսական երկաթ, մենք ունենք կենդանական երկաթ։ Կենդանական երկաթը ավելի լավ է ներծծվում, քան բուսական երկաթը։ Երկու երկաթների համար էլ մենք ունենք կողքի ծննդատեսակներ, որոնք օգնում են ներծծմանը, ունենք ծննդատեսակներ, որոնք խանգարում են ներծծմանը։ Տվյալ պարագայում, եթե մենք վերցնում ենք վիտամին C պարունակող ծննդատեսակներ, նրանք օգնում են։ Իսկ ինչը կխանգարի դեպ։ Օրինակ, կալցիում պարունակող, կոֆեին, կակաո պարունակող մթերքները կխանգարեն այս դեպքում, դրա համար չարժե երկաթ պարունակող սննդատեսակներից հետո սուրճ խմել, թեյ, կակաո օգտագործել կամ կաթ խմել։ Հիմա պատկերացրեք, դուք կերակ ձեր կարծիքով շատ համեղ, շատ ճիշտ աղցան պատրաստեցինք երկաթով հարուստ, ու վերջում մի բաժակ էլ սուրճ։ Այդ մի բաժակ սուրճը երկաթի ներծծումը կնվազեցնի մոտավորապես 60%-ով։ Այսինքն այս ամբողջ աշխատանքը ջուրը կգցենք, եթե մենք ընդամենը մեկ բաժակ սուրճ դրանից հետո խմենք։ Կաթը նույնպես իդեպ, այո, վնասակար է, կալցիում պարունակում, նույնպես գողանում է եւ լվանում տանում է մեր երկաթը։ Այնպես որ հիշում ենք, կարդում ենք, դիմում ենք բժշկին, խորհրդակցում ենք եւ միասին պատրաստում ենք համեղ եւ օգտակար սնունդ։ Հիշեցնեմ իմ այսօրվա հյուրերն էին էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանը եւ մեր շեֆ-խոհարարը Նարինե Ալեքսանյանը։ Շնորհակալություն, իսկ դե ուր կգնա մեր այսօրվա հրաշալի աղցանը, արդեն գուշակեք ինքներդ։ Մնացեք մեզ։ Այսօր նստակյաց կենսակերպը դարձել են մեջքի ցավերի հիմնական պատճառներից մեկը։ Մարդիկ գործի բերումով երկար ժամանակ նստած են մնում, քիչ են շարժվում, ողնաշարի դիսկերը նորմալ չեն սնուցվում, մկանները թուլանում են եւ չեն պահում ողնաշարը ճիշտ դիրքում։ Դրա համար էլ մենք ունենում ենք առօրյայում մեջքի ցավեր։ Մեջքի ցավեր կարող են լինել տարբեր պատճառներով՝ աղիքային եւ մարսողական համակարգի խնդիրներից, մկանների գերլարումից, ողնաշարի կառուցվածքային եւ սնուցման խանգարումների հետևանքով առաջացող խնդիրներից, դիսկային փոփոխություններից եւ տեղաշարժերից, ներքին օրգաններից, երիկամների միզուղիների խնդիրներից եւ այլն։ Դրա համար շատ կարեւոր է ճիշտ տարբերակել, թե ինչ խնդրի հետևանքով ենք մենք ունենում մեջքի ցավեր, որտեղ շատ ժամանակ մարդիկ կատարում են ընկերների խորհրդով կամ YouTube-ից վարժություններ, չիմանալով ինչ խնդիր ունեն եւ դանդաղեցնում են խնդրի լուծումը կամ անգամ խորացնում խնդիրը։ Այսօր ձեզ կներկայացնեմ 3 պարզ, անվտանգ եւ արդյունավետ վարժություն, որ կատարվում են ողնաշարի գոտկային հատվածի ցավը վերահսկելու եւ բարելավելու համար։ Առաջի վարժությունը դա կոնքի պտույտները։ Մեջքի վրա պառկում ենք հարթ մակերեսին, ծնկները ծալած, ձեռքերը հանգիստ կողքի վրա դրած։ Կոնքը մեղմ պտտում ենք դեպի վեր, որպեսզի մեջքի ներքևի մասը սեղմվի գետնին։ Հետո դանդաղ վերադառնում ենք բնական դիրքին։ Սեղմելու պահին արտաշնչում ենք։ Վարժությունը նվազեցնում է գոտկատեղի լարվածությունը։ Վերականգնում է կոնքի ճիշտ շարժման մեխանիկան։ Նախապատրաստում է մեջքը այլ վարժությունների համար։ Երկրորդ վարժությունը ամենաօգտակար վարժություններից է գոտկատեղի ցավերի համար։
ուժեղացնում է նստամկանները, իսկ նստամկանները պահում են կոնքի ու գոտկատեղի կայունությունը։ Եթե մեր նստամկանները թույլ են, ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է ողնաշարի գոտկային հատվածի վրա։ Լավացնում է կոնքի դիրքը։ Ակտիվացնում է որովայնի խորանիստ մկանը, որը պահում է ողնաշարի կայունությունը եւ ծառայում է որպես բնական կորսետ։ Երրորդ վարժությունը պարկում ենք մեջքի վրա, ձեռքերը վեր, ոտքերը 90 աստիճան։ Ձեռքերը եւ ոտքերը հակառակ ուղղությամբ իջեցնում ենք ներքև։ Ամենակարևորը գոտկատեղը սեղմած հատակին։ Ձեռքերը եւ ոտքերը իջեցնելու պահին արտաշնչում ենք, հետո ներշունչ։ Եթե դժվարանում եք վարժությունը կատարել, սկզբնական շրջանում կատարեք միայն ոտքերով։ Եթե հնարավորություն ունեք զբաղվել սպորտով, զբաղվեք սպորտով։ Առօրյայում եղեք ակտիվ։ Աստիճանները, եթե կարող եք բարձրանալ ոտքով վերելակից չօգտվեք, այդպես արեք։ Նույն դիրքում երկար ժամանակ մի մնացեք, եթե նստած եք, բարձրացեք, քայլեք, եթե կանգնած եք, երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մի մնացեք։ Այդ բոլորը կարող են առաջացնել պարանոցի եւ մեջքի ցավեր։ Եթե ունեք ցավեր, դիմեք մասնագետի եւ մասնագետը կտա ճիշտ լուծում։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ամփոփենք նաև այսօրվա հաղորդումը, որ նվիրված էր հիմնականում տղամարդ կանանց առողջությանը եւ մենք փորձեցինք ապացուցել, որ յուրաքանչյուր տղամարդ յուրաքանչյուր տարիքում իրավունք ունի ունենալ կանոնավոր, նորմալ առողջ սեռական կյանք։ Դու մի խոս։ Ամենակարևորը հիշեք, որ մենք աշխատում ենք միայն մեկ նպատակով, որ ձեզնից յուրաքանչյուրը պահպանի իր առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։